Ես չգիտեմ, իմ գիրքը կարդացել եք թե չէ։ Ես գրքից էլ հարցեր ունեմ, հասնենք։ Հիմա նայ, գրքի վերջի էջերը հենց դա մաս։ Ես փորձել եմ այդ վերջի էջերում իմ վերաբերմունքը իշխանապողությանը 18 թվականի մասին արտահայտվել, նաև մեր հարաբերությունների մասին։ Սա այսօր չի որ այդ թեման կա։ Այո, տարանջատումը կա։ Ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի, եւ քանի որ կար նաև ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չլինի, որ այս օրինակ հայ թուրքական այս արձանագրություններ ես դեմ եմ, որ չասեն իրենք մեկը միաս։ Դրա համար էի հարցազրույցներ տալ։ Այն ժամանակ քաղաքականության վերադառնալու որևէ նպատակ չունեի ես։ Կարայի հանգիստ եւ հարցազրույցներ չտալ։ Սկսել եմ տալ ընդգծելու համար, որ այս հարցերի նկատմամբ ես ունեմ այլ մոտեցումներ կա։ Հասարակության լայն զանգված էր եւ նախագահին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի իշխանություն տալու մեջ։ Չեմ ուզում մտնել այն դետալի մեջ, դա պլանավորված է, տարբեր կարծիքներ կան, հա։ Բայց մեղադրանքը կա, հա, եւ այս առումով ես ուզում եմ հիմա նաեւ եթե կա այդ մեղադրանքը հանրությունը դեպքում պետք է նաեւ ձեզ մեղադրի, թե ինչու 2008 թվականին չնայած դուք ուղիղ իշխանություն չեք փոխել, ընտրություն եք տեղացել, ինչու ձեզնից հետո իշխանության եկավ Սերժ Սարգսյանը եւ հետաքրքիր է որ նաեւ անգամ 2007 թվականին կար նաև ձեր վարած քաղաքականության հակընդդեմ մոտեցում 7 նախագահի թիմում, այն ժամանակ վարչապետն էր, Wikileaks-ում կա հրապարակված փաստաթուղթ, որտեղ 7 նախագահի փեսան Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպման ժամանակ վստահեցնում է, որ այն գազամուղը, որ դուք շատ դժվարությամբ Իրանից բերել եք Հայաստան, դա չի շարունակվի, ամերիկացիները այդ հարցը բարձրացնում, ասում են բավարարում ենք, այդ գազամուղը Հայաստանից դուրս չի գնա, այսինքն դա տրանզիտ չի դառնա, եւ շատ այլ հարցերում, հա։ Ես նաև տարբերություններ կային անգամ 2000։ Այսինքն հիմա հարց առաջում, թե ինչու ուրիշ իրավահաջորդ վստահ չէ, ձեր կերպարը նաև ձեր ազդեցությունը այդ տարիների, եթե դուք որևէ այլ տեխնացուի վրա անեիք, այսպես ճիշտ է, կենտրոնացում այդ տեխնացուն ավելի առաջին պլան։ Եվ այս параգրաֆում հանրություն պիտի ձեզ մեղադրի, լավ, եթե այս հետևանքները եղան, ինչու իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին, եւ արդյոք դուք տեղյակ եք օրինակ, որ երբ որ դուք նախագահ եք, ձեր վարչապետի փեսան ամերիկացիների հետ բանակցում էր Իրանից գազամուղի գնալու հետ կապված, ես հիշեցնեմ, որ տեխնացուի մասով որ հանրապետականի փոխնախագահ ակնարկել է, որ դուք ունեիք ձեր տեխնացուն, Վարդան Օսկանյանին նկատումներ, ուղղակի ձեր մոտ չստացվեց Օսկանյանին փոխանցել իշխանությունը։ Հիմա այս ամբողջ մեղադրանքները երբ մի քանի հարցերի բաժանենք, բոլոր այդ հարցերի պատասխանները իմ գրքում կա։ Հիմա իմ գիրքս են գովազդում։ Եթերի համար, բայց իրականում պատասխանները կա։ Ուրիշ տեխնացու չեմ ունեցել։ Այդ կարգի բանակցությունների մասին տեղյակ չեմ, հիմա առաջ անգամ ասում։ Այն ինչ որ դուք ասացիք։ Իրանի գազամուղի հետ նախագահի փեսան որևէ կապ չուներ եւ չէր կարող ունենալ։ Թե խոստանում էր, որ եթե Սերժ Սարգսյանը գա իշխանության, դա չի շարունակվի, այս մասին։ Ինքը այն գլխից այդ գազամուղը չի ենթադրել որևէ տրանզիտային հնարավորություն։ Նայեք, գազամուղները հենց այնպես չեն կառուցում։ Իսկ գազամուղ կառուցելու համար կամ նավթամուղ կառուցելու համար դու պետք է կոնտրակտային պայմանագրեր ունենաս արդեն, թե ինչ ծավալի գազ, ինչ ծավալի նավթ առնելու են։ Առանց դրան որևէ գազամուղ չի կառուցվում։ Մենք այդ գազամուղ կառուցեցինք, որովհետեւ իրանական կողմից ստորագրել ենք հոսանք, գազ հոսանք, այդ փոխանակումը 3:1-ի կիլովատի հետ, եւ դա էր հիմք հանդիսացել, որ այդ գազամուղ կառուցումը, որ ինքը դատարկ չի լինել, որ ինքը օգտագործվում է։ Որևէ այլ հետաքրքրություն, վարչական կողմի կամ ինչ-որ մեկ այլ կողմ չի եղել։ Եվ երբեք ավելի մեկ ասում են, չավրի մեջ շարավի, որ պետք է գազամուղ կառուցի, բացարձակ սուտ է։ Որովհետեւ այլ կոնտրակտներով ապահովված ծավալներ, որովհետեւ մենք չենք ունեցել։ Հիմա կոնկրետ հարցի վերաբերյալ ուրիշ տեխնացու չեմ ունեցել։ Այն ժամանակ մամուլում շրջանառվում էր, այո, նաև Օսկանյանի տեխնացությունը, բայց ին տեխնացությունը չէր։ Ես ասեմ իմ մոտիվացիա։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարց է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց, եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը տարիներ աշխատած եւ պաշտպանության նախարարությունում, եւ անվտանգությունում, եւ Ղարաբաղի հետ պատերազմի փորձ ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամեն ինչ որոշում։ Բայց ես երբեք չեմ իմացել, որ հետագայում չեմ մտածել, որ կարող է հետագայում այսպես զարգացումներ լինել։ Հիմա էլ եք համարում ամենաճիշտ։ Ես այն ժամանակ ամենից ռացիոնալ բացատրությունը սա էր։ Եվ ես միշտ ընդունում եմ ռացիոնալ որոշումներ, որը որոշակի հաշվարկներ են ընդունում։ Եթե իմանայիք ինչ։ Եկա մտածեի։ Երբեք մտածեի։ Գուցե գեներալ Մանվելին լսեիք ձեր գրքում հիշատակը, որ ինքը եկավ ձեզ մոտ եւ Մանվելը Գուցե չէ բացատրություն ուներ այդ առաջարկի բանախը։
չեմ ուզում դրա մեջ մտնել, հիմա սկսել եմ գրքի բաները, գողները։ Երը գովազդը։